քանի փաստ կարող եմ նշել, որոնք որ հստակ ապացուցված են եւ ունեն կապ։ Ամենաառաջինը դա սթրեսն է։ Եվ կա վիճակագրություն, որ բոլոր այն երկրները, որտեղ որ եղել են տարերային աղետներ, պատերազմներ, այսինքն այն անձիկ, ովքեր որ ստրեսային կյանքով են ապրում, իրենց մոտ քաղցկեղի առաջացումը եւ հարաբերակցությունը, այդ տոկոսային հարաբերակցությունը քաղցկեղի ավելի բարձր է, քան մյուս երկրներում։ Բնականաբար սկսած ծնունդից վերջացած օդի աղտոտվածությամբ ու մնացած գործոններով կարելի է կապել քաղցկեղի շատացման հետ եւ բնականաբար ախտորոշման մեթոդներն են լավացել, ախտորոշման մեթոդներն են ավելի արդիականացվել, որով որ քաղցկեղը ախտորոշվում է եւ այստեղից հետեւություն, որ շատ կարեւոր է, որ մենք հետևենք մեր առողջությանը, պարտադիր չի շատ ծանրացնենք այդ առողջության հետևել հասկացությունը, որ ասել վայ, ես բժշկի գնալ չեմ սիրում, չեմ ուզում գնալ բժշկի, պետք է շատ ավելի հեշտ ու թեթև նայել, ուղղակի ունենալ վարող մասնագետ, ով որ խորհուրդ կտա, թե որ ցեղատարիքային խմբում ըստ իրենց անամնեստիկ տվյալների, այսինքն կախված թե իրենց ցեղում, ծնողներ մոտ ազգակցական հայ բարեկամների մեջ ով է քաղցկեղ ունեցել եւ ըստ դրա արդեն նշանակում են կոնկրետ հետազոտություններ եւ արդեն կարելի է քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլերում, որովհետեւ շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան թե բուժել արդեն երկրորդ, երրորդ փուլում արձանագրված քաղցկեղները։